Հեծանվավազք ու սպորտային խաղեր, բայց ոչ աշակերտների մասնակցությամբ Գյումրիում առաջին անգամ կայացավ Սպորտլանդիա դպրոցի տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ Գյումրու թիվ 9, թիվ 11 ու թիվ 15 դպրոցների միասնական ջանքերով։ Սպորտլանդիան նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության տոնին, սա հանդիսացավ ոչ միայն հարգանքի տուրք պատմական հիշողությանը, այլև լավ առիթ դպրոցական համայնքը համախմբելու, առողջ ապրելակերպի և հայրենասիրության գաղափարների ամրապնդմանը։ 3 դպրոցի մանկավարժական հանրույթով այսօր համախմբվել ենք մի գաղափարի շուրջ, որը նվիրված է հանրապետության առաջին անկախության տոնին, եւ մեր առաքելությունն է, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցման աղբյուր է, այլ ազգային ձևավորման հիմքն է, եւ այս միջոցառումը թող լինի մեր եւ թե կրթության պատասխանատուներին եւ թե մեր սաներին, ապագա քաղաքացիներին լինի նոր ներշնչման աղբյուր։ Այստեղ միասնությունն է, այստեղ անկախությունն է, ասեմ, որ այս ուսուցչական կազմը շատ ակտիվորեն մասնակցություն ունեցավ, ճիշտն ասած, երբ որ առաջարկեցինք, բոլորը ուզեցան մասնակցեն, բայց որ չէին կարող, ամեն դպրոցից 30 աշխատակից, եւ այստեղ ոչ միայն կրթությունն է, այլ կրթություն եւ առողջ ապրելակերպ քայլում են իրար հետ։ Սպորտլանդիային մասնակցեց շուրջ 30 ուսուցիչ եւ դպրոցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ովքեր մեծ ոգևորությամբ անցան խաղերին, ապացուցելով, որ օրինակելի կարող են լինել ոչ միայն դասասենյակում, այլև մարզադահլիճում։ Ինքս որպես դպրոցավար շատ կարևորում եմ միասնականության գաղափարը որպես հիմնական դպրոցում կրթություն մատուցելու ձատ, քանի որ միասնականությունը մեկ ուժ է, որը կարող է շատ հաղթանակների համար գրավական լինել։ Այսպես որոշեցինք 3 դպրոցների միջև միջդպրոցական սպորտլանդիա կազմակերպել, 5 ունենալով մշակույթը, սպորտը, ինչով միշտ Գյումրին փախտել է։ Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, ով բարձր գնահատեց այս նախաձեռնության իրականացումը։ Շատ ճիշտ որոշում է, որովհետև դպրոցում աշակերտը երիտասարդը միայն կրթություն չպետք է ստանա, այլ նաև շատ ու շատ հմտություններ պիտի ձեռք բերի ու շատ ու շատ չկրված օրենքներ պիտի սովորի, որի մեջ նաև առողջ ապրելակերպն է եւ սպորտով զբաղվել, հասարակության համար ավելի միտանի դառնալ եւ հետագայում բնականաբար փոխանցել իրենց ծերունդ։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նաև մշակութային անկյուն ավանդական հայկական ուտեստներով եւ հյուրասիրությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Կապրելյան այսօր։ Նախ ծաղիկներ խոնարհվեցին Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքի դիմաց փիլիսոփա եւ բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի կիսանդրու առաջ։ Այս խորհրդանշական պահը եւս մեկ անգամ հիշեցրեց եւ արժևորեց Հովսեփյանի անգնահատելի ավանդը հայ մանկավարժության եւ գրականության մեջ։ Գյումրիում անցկացվեց Կարապետ Հովսեփյանի անվան Անդրանիկ գրական մրցանակաբաշխությունը, որը խոստանում է դառնալ գրական ավանդույթի կարևոր մասնիկը։ Գրողների մեր կառույցի նախաձեռնությամբ եւ Կարապետ Հովսեփյան հիմնադրամի աջակցությամբ մենք պլանավորեցինք յուրաքանչյուր տարի մեկ գիրք տպագրել մրցանակաբաշխության ձևով։ Այսօրվա գրահրատարակչական անդունդի մեջ գիտենք, որ պետական աջակցություն գրողներին չկա, գրահրատարակչությանը չկա պետական աջակցություն, մենք փորձում ենք այդ բացը լրացնել մեր նախաձեռնություններով եւ բարի մարդկանց կամեցողությամբ։ Մրցանակաբաշխությունը նախատեսված է 31 տարեկանից բարձր գրողների համար, նպատակ ունենալով խրախուսել հասուն գրիչներին շարունակել ու ստեղծագործել եւ ներշնչել հովսեփյանական լուսավոր ուղուց։ Նշենք, որ մենք մայիսի 1-ին ամեն տարի արդեն գրական ավանդույթ է դարձել Արարատ Մկրտումյան հիմնադրամի սահմանած մրցանակաբաշխությունը, որը մինչև 30 ավելի շուտ 31 տարին լրացած երիտասարդների համար է։ Քանի որ մեր տաղանդավոր ընկերը Արարատը հասցրեց իր երկրային կյանքում ապրել ընդամենը 31 տարի։ Եվ այս սիմվոլիկ թիվը մեզ համար նշաձող եղավ տարիքային թերևս, որովհետեւ մենք մյուս մրցանակաբաշխությունը Կարապետ Հովսեփյանի սահմանած հիմնադրամի սահմանած մրցանակաբաշխությունը նշվի 35-ից բարձր անձանց համար։ Սա է սիմվոլիկա։ Մրցույթին մասնակցել է 7 գրող, որոնցից հաղթող է ճանաչվել Սոնա Անտոնյանը։ Տրվում է բանացվեց Սոնա Անտոնյանի։ Շատ կարևոր է, անշուշտ իր բնույթով, իր էությամբ, որպես գաղափար, որպես նախաձեռնություն, անչափ մեծ գործ է արվել։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Կարապետ Հովսեփյան հիմնադրամին, մասնավորապես
նախաձեռնող Արա Հովսեփյանին, Կարապետ Հովսեփյանի որդուն։ Կարապետ Հովսեփյանի բանաստեղծությունները շատերի սրտում ապրող հիշողություններ են։ Նրա զգայուն ու խորը հայացքը մարդկային բնույթի, քաղաքային կյանքի եւ ազգային ինքնության նկատմամբ հասնում է մեր օրեր ու խոստանում լինել սերունդների հետ։ Շատ շատերի կայացման գործում Հովսեփյանը ունեցել է անկնահատելի դերակատարություն։ Այդ թվում նաև ձեր խոնարհ ծառայի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մրցանակաբաշխությունը կազմակերպողներին արժանի զավակին արժանի մոդեցում են ցուցաբերում։ Մտավորականները նրան հիշում են որպես մարդ, ով ծնվել էր Լենինականի հետ, ապրում էր քաղաքի շնչով ու շնչում քաղաքով։ Կարապետ Հովսեփյանի անվան գրական մրցանակաբաշխությունը նախատեսվում է դարձնել ամենամյա, որպեսզի գրական խրամատներում հաղթի մրցանակաբաշխության անվանը արժանի գրականությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Այսօրվանից ազգային ժողովում մեկնարկում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։ Առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը նշեց, արդեն 13-րդ անգամ է ազգային ժողովում մասնակցում պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, 6 անգամ որպես падգամավոր եւ 7-րդ անգամ որպես Հայաստանի վարչապետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ բոլոր քննարկումների ժամանակ այս կամ այն չափով ընդգծել է պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն եւ կարեւորագույն խնդիր է համարում բյուջեի այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների եւ ազգային ժողովի падգամավորների, այլև ողջ հանրության համար։ Բյուջեն նաեւ թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել եւ դարձնել բովանդակային տեքստ եւ բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783.547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242.119-ով կամ 44.7%-ով։ Այսինքն այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա։ Մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242.119 աշխատատեղ։ Ընդ որում աշխատավարձով ապահովված եւ կարեւոր եմ համարում ասել, որ ես գիտեմ, որ շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների վերաբերյալ, բայց այս վիճակագրությունը ավելի քան վստահելի է, ինչու, որովհետեւ այս աշխատատեղերը կոնկրետ մարդկանցով, անուն ազգանուններով, վճարված աշխատավարձերով եւ աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկով ապացուցելի է, այսինքն այս մի թիվը, որը չի կարող ընդհանրապես որևէ առարկությամբ տրվել։
Շվեդիայի ազգային տոնին ընդառաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին եւ իդեմս նրա Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առիթով մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարօրություն։ Ես կարծում եմ նաեւ որ շատ երկրներ ձերօրինակին են հետևում, թե ինչպես է Շվեդիան վերաբերում առանձին հարցերում Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում նաև դրանով պայմանավորված են, որ իրանք են միանում այդ նախաձեռնություններին, այսինքն այդ նախաձեռնությունները Հայաստանին աչակցել տնտեսական, քաղաքական եւ ընդհանրապես բարեփոխումները, որոնց միտված են միայն մեկ նպատակի Հայաստանում հաստատել ժողովրդավարական ինստիտուտներ եւ իհարկե, որը նպաստում է Հայաստանի ինքնիշխանությանը, ինքնությանը եւ մեր անվտանգության ու պաշտպանունակության բարձրացմանը։ Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող երկկողմ օրակարգային մի շարք հարցեր, ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը։ Նախագահը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Շվեդիայի երկարամյա աջակցությունը, ընդգծելով հատկապես կառավարման թափանցիկության, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում շվեդական փորձի կիրառման արժեքավորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին քաղաքական, տնտեսական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար առկա է զգալի չօգտագործված ներուժ, մասնավորապես ներդրումային ծրագրերի, նորարարական տեխնոլոգիաների փոխանակման եւ թվային հատվածի համատեղ նախաձեռնությունների միջոցով։ Այս համատեքստում շեշտվել է Շվեդիայի առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններից Էրիքսոնի հետ համագործակցության խթանման կարևորությունը։ Երկուստեք կարևորվել են կապի տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ներուժի առաջընթացին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացման եւ գործակցության շարունակականության վերաբերյալ։ Ընդգծվել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է էական խթան հանդիսանալ երկկողմ կապերի խորացման ու փոխըմբռնման ամրապնդման գործում։ Ունեք մտահոգություն, առաջարկ կամ հրատապլուծում պահանջող խնդիր, հարցնում է քաղաքացին հաղորդաշարը նոր հարթակ է Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ գործադիր օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև երկխոսելու առանց պայմանականությունների խոչընդոտների։ Նախաձեռնությունը շատ կարեւոր է եւ յուրատեսակ է իր տեսակի մեջ, կան բազմաթիվ խողովակներ, որոնց միջոցով մեր համաքաղաքացիները կարողանում են դիմել համապատասխան գերատեսչություններ իրենց առաջարկների եւ մտահոգությունների մասով։ Սակայն այս նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որպեսզի քաղաքացին բավական ուղիղ կերպով տեսահարցի միջոցով ուղիղ դիմի ոլորտային պատասխանատուներին եւ ակնկալի իր հիմնախնդրի հրատապլուծումը։ Հաղորդաշարի առաջին եթերում ուղիղ կապով քաղաքացիների տեսաձայնագրություններով նախապես ուղարկված հարցերն ու առաջարկները կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ոլորտի քաղաքականություն մշակող ու իրականացնող պաշտոնյաներին էին ուղղված։ Հայաստանի ամենատարբեր հասցեներից, նաև Եվրոպայից, ավագ դպրոցի աշակերտից մինչև դպրոցահասակ թոռնիկ ունեցող տատիկ հնարավորություն ունեցան կիսվել իրենց մտահոգություններով, ստանալ պատասխաններ, նոր սպասելիքներ ձևավորել։ Առաջին հաղորդմանը մենք ցավոք սրտի հնարավորություն ունեցանք անդրադառնալու ընդամենը 12 հարցի, բայց հաջորդիվ փորձենք էլ ավելի շատ հարցեր ներգրավել, բուն հաղորդման ընթացքում։ Իհարկե դա եւս պետք է հասկանանք, որ կապ ունի թե ինչպիսի բովանդակության ծավալի հարց է հնչում եւ ինչպիսի պատասխան պետք է դրան տրվի։ Մոտ 1.5 ժամ տևած ուղիղ եթերում հնչած 12 հարցն ընտրվել է ուղարկված մոտ 5 տասնյակից։ Սահմանված եթերաժամանակում տեղավորվելու համար եւ որ բարձրաձայնվող հարցերի ընտրությունն էլ հիմնավոր լինի, նույնաբովանդակ 5-6-ից առանձնացվել է մեկը, կազմակերպող կողմը բացառում է կողմնակալությունը։ Առաջին հաղորդումից հետո իհարկե նկատել ենք որոշ մտահոգություններ, որոնք բարձրացրել են մեր համաքաղաքացիները, համաձայն որի տարատեսակ հարցեր զտվում են, այսպես ասած, կամ խմբագրվում։ Այդպիսի process բացարձակ գոյություն չունի, քանի որ հենց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի կողմից նախաձեռնված այս նախաձեռնության հիմնանպատակը քաղաքացիների միջոցով ուղիղ հարցերի լսելն է։ Հիմնականում այնպիսի հարցեր, որոնք պարունակում են տարատեսակ ոչ կոռեկտություն եւ այլն, միայն բացառապես այդ հարցերն են, որոնց անդրադարձ չի կատարվում։ Անուն, ազգանուն, բնակության վայր, ցանկալի է նաեւ նշել զբաղմունք եւ աշխատանքի վայր։ Հարցերը ձևակերպիր հստակ եւ հակիրճ, եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները կպատասխանեն հենց քո հարցին։
Այս պարզ քայլերն են ընդհանրեն առաջադրվում տեսահարց ուղարկողին +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածով էլ հավաքագրվում են հարցերը։ Հերթական արդեն երկրորդ հարցու պատասխանը քաղաքացիների ու պաշտոնյաների միջև կկազմակերպվի առաջիկայում, թե որ ոլորտից կլինեն հարցերը, ովքեր կլինեն պատասխանողները կհստակեցվի շուտով։ Մինչև այդ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառում վերհանված խնդիրներին կտրվեն լուծումներ, կլինի նաև հաշվետվություն։ Ամեն օր վերկացից մինչև ավարտի ազդանշանը ուսումնական ստորաբաժանումում ընթանում են տարաբնույթ մարզումներն ու պարապմունքները։ Արվում է առավելագույնը ավրապնդելու եւ կատարելագործելու զինվորների մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Հիմնական ուշադրությունը դարձնում ենք ֆիզիկական պատրաստության որակի բարձրացման, մարտավարամասնագիտական պատրաստության որակի, գրակային պատրաստության, ինչպես նաև աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի բարձրացնենք մեր զինծառայողների կրթական ցենզը։ Դեպի նշանակված դիրքերը առաջ, հարտի։ Այսպես ու նման վարժանքների շնորհիվ են ներդաշնակվում ամիսներ առաջ բանակի շարքի հրամադրած ժամկետային զինծառայողների գործողությունները, կատարելագործվում են դրանց արագ եւ արդյունավետ գործելու Գնդացրոս Շամայանը պատրաստ է մարտի։ Կցագրված զինատեսակներով առաջադրված խնդիրները, լիարժեք կատարելու ունակությունները։ Երբ որ նոր ենք եկել, չենք հասկանում դեռ այս ամեն ինչը, ավելի լուրջ չենք նայում այս ամեն ինչին, բայց որ արդեն մենք բանակում ենք, սկսում ենք ավելի լուրջնել այս ամենին։ Օրորի ամենաառաջընթաց տեսնում ենք, այդ ամեն ինչը գալիս է մեր սպաներից եւ մեր կողքը կանգնած են ընկերներից, ովքեր մենակ աջակցում են մեզ ամեն հարցում։ Լինի ստորաբաժանման տեղակայման վայրում, թե դաշտային պայմաններում, տեսական ու գործնական դասաժամերը հաջորդում են մեկը մյուսին։ Բոլորը միակամ ու անտրտունջ բարապում են, շտկում թերություններն ու բայլավում ցուցանիշները։ Փորձում ենք անհատական մոտեցում ցուցաբերել մեր ենթակա ազդակազմին, որպեսզի մեր զինվորը կարողանա լավ եւ գերազանց մակարդակի տիրապետի այն ամենը, ինչը բնորոշ է իր մասնագիտությանը։ Տղաներին խորհուրդներով օգնում եւ ոգևորում է սերժանտ Մխիթարյանը, որը ժամանակին անցել է այս նույն դասընթացները, ներկայումս իբրև կրծեր հրամանատար, իր փորձն ու փորձառությունն է փոխանցում պատրաստության ծրագիրը անցնող զինվորներին։ Պատրաստ, գերազանց։ Արդեն 16 ամսվա զինծառայող եմ, ծառայությունս համ կազմակերպել եմ մարտական հերթապահությունով, համ էլ ուսուցանել եմ մյուս զինծառայողներին, թե ինչպես նույնը կատարել արդեն իրենց նախորոշված զորամասերում։ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողն ու ապագա ծրագրավորողը ասում է. իր իսկ փորձից գիտի, զինվորին մասնագիտական գիտելիքներ հաղորդելու, դրանք հղկելու լավագույն միջոցը գործնական պարապմունքներն են։ Տեսական գիտելիքների կարևորում ենք, սակայն գործնականով ավելի լավ է տպավորում զինծառայողի մոտ ուսուցանվող թեման ու ինքը արդեն ինքնուրույն փորձում է դա ու հետագայում կարողանում է կիրառել ավելի լուրջ խնդիրներ կատարելիս, ինչպիսին են մարտական հերթապահությունը։ Ինչքան էլ որ լսում ենք, կարդում ենք, մեկը մենք այդքան չենք պատկերացնում, ինչքան գործնականում։ Գործնականում մենք անում ենք ցույց ենք տալիս ամեն բան, նույն էլ մեզ են ցույց տվել, ու մենք արդեն մեր ընկերներին ենք ցույց տալիս, որպեսզի իրանք կարողանան ավելի լավ տիրապետեն։ Գործնական վարժանքները մեզ հմտացնում են, օրորի կարողանում ենք այնպիսի մարտավարատեխնիկական ուժ ձեռք բերենք, որը որ մեզ հետագայում պետք է գալու։ Առաջիկա քննություններին ընթരാճ ուսումնական ստորաբաժանման զինվորները անտրտունջ ուսանում ու բայլավում են ցուցանիշները։ Սա անվերջ ու շարունակական գործընթաց է, կատարելությանը ձգտելու միակ միջոցը։ Տիրապետում իմ բոլոր պարտականություններին, գերազանցիկի կոչում ունեմ, շնորհակալական նամակ են ուղարկել տուն, ամեն ինչ անում եմ, որ ընտանիքիս պատիվը բարձր փան։ Մնացել են արդեն հաշված շաբաթներ քննություններին, իմ կարծիքով նրանք լիարժեք պատրաստ են ու կարողան են քննություններին գերազանց արդյունք ցուցաբերել, որից հետո արդեն կտեղափոխվեն իրենց նախորոշված զորամասեր։ Մենք հրամանատարներս անհատապես ենք մոտենում զինվորին, քաջալերում ենք, անձնական օրինակով ենք շատ ժամանակ նաև հանդես գալիս։ Եվ ես տեսնում եմ, որ մեր զինվորը քննությունների ավարտից հետո ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը պատվիրակությամբ մեկնել էր Վաշինգտոն, հանդիպել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Քիթ Քելոգի եւ Սթիվ Ուիտկոֆի հետ։ Քննարկումներ ունեցել պետքարտուղարությունում եւ կոնգրեսում։ Քննարկվել են մարտի դաշտում իրավիճակը, Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, հակառուսական պատժամիջոցների խստացման հեռանկարը եւ Կիևին ռազմական աջակցությունը։ Երմակը հիշեցրել է, որ Մոսկվային են փոխանցել պատերազմի ընթացքում Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխված երեխաների անուններ եւ ակնկալում են, որ նրանք կվերադարձվեն հայրենիք։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը չի ցանկանում հրադադար հաստատել։ Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք գործողություններ անցկացնել եւ ոչնչացնել նրանց ռազմական ներուժը, նախազգուշացրել է Երմակը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակված է եւ Կոնգրեսն ու Սպիտակ տունը անհրաժեշտության դեպքում դրանք կհաստատեն։ Նրա խոսքով այդ պատժամիջոցները բավական ծանր կլինեն։ Անդրեյ Երմակն էլ նշել է, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները բավարար չեն, շեշտել դրանք պետք է համակարգվեն նաեւ Եվրամիության հետ։ ԱՄՆ նախագահը չի բացառում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել, սակայն զգուշավոր է այդ հարցում, հայտարարում են Վաշինգտոնից։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Դոնալդ Թրամփը դեռ դրական է տրամադրված ռուս-ուկրաինական կարգավորման հարցում եւ գնահատում է բանակցություններում նկատվող առաջընթացը։ Քերոլայն Լևիտը շեշտել է, Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել Թրամփի համառության եւ վճռականության շնորհիվ։ Չնայած ամերիկյան կողմի լավատեսությանը, Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ստամբուլյան բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շարունակել է վերջնագրային պահանջներ ներկայացնել, իսկ դա մեզ չի մոտեցնում խաղաղությանը, նշել է Անդրեյ Սիբիհան։ Դիվանագետը հավելել է, հակամարտության կարգավորման Կիևի տեսլականին Մոսկվան դեռ չի արձագանքել։ Ռուսաստանը բանակցություններում կառուցողական մոտեցում չի ցուցաբերում, ինչի հետևանքով Ստամբուլյան ձևաչափը վերածվել է ռազմագերիների փոխանակման հարցով հանդիպումների, մտահոգություն է հայտնել Սիբիհան։ Անկարան հուսով է, որ շուտով կանցկացվի ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հաքան Ֆիդանի խոսքով կողմերը տեսնում են, որ միասնությունը լավ արդյունքներ է տալիս։ Հարկավոր է հավատարիմ մնալ հրադադարի եւ խաղաղության գաղափարախոսությանը։ Թուրքիան պատրաստ է ընդունել նաեւ երկրների առաջնորդների մակարդակով հանդիպումը։ Ռեջեփ Էրդողանը միակ մարդն է, որին հավասարապես վստահում են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները, շեշտել է Ֆիդանը։ Նա չի բացառել, որ Կիևի եւ Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումների արդյունքում կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով բանակցությունների մասին։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով հարկավոր է թույլ չտալ, որ ռուս-ուկրաինական պատերազմը վերածվի ավելի գլոբալ հակամարտության։ Շվեյցարիան միացել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթին եւ ընդլայնել է սահմանափակումների ցանկը։ Շվեյցարիայի կառավարության տվյալով այն ներառում է 17 անհատի 58 կազմակերպության, ինչպես նաեւ 189 նավ եւ 31 ձեռնարկություն։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել հունիսի 3-ից։ Հակառուսական սահմանափակումների 17-րդ փաթեթը Եվրամիությունը հաստատել է մայիսի 20-ին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Բրյուսելը մտադիր է շարունակել այս կուրսը եւ մշակել 18-րդ փաթեթ, որը կվերաբերի էներգետիկ եւ ֆինանսական ոլորտներին։ Օրեր շարունակ Գորիսը պատրաստվում էր հյուրընկալելու Հայաստանի եւ բարեկամ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների, Կարմիր տանիքների քաղաքում ամենուր ազնավուրն էր ու ֆրանսիական շունչը։ Հյուրանոցները լեփլեցուն էին, գորիսյան ձեռագործ աշխատանքներով եւ ուտեստներով լի տաղավարները տեղադրված քաղաքի կենտրոնում։ Համայնքապետարանը ճոխ ընդունելության համար ջանք չէր խնայել։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը Սյունիքի ռազմավարական քաղաքներից մեկն էր բերել 200-ից ավելի ֆրանսիացիների։ Համագործակցության ապակենտրոնացումը սկսվում է Գորիսից, օրինակ դառնալով մյուս մարզերի ու քաղաքների համար։ Հայաստանի արտաքին գործերի, Ֆրանսիայի ու Եվրոպայի արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ Սյունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ ջանքերով կազմակերպված համագումարը կարեւոր էր ու անհրաժեշտ։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները մի նոր մակարդակի վրա են դրվում։ Գորիս-Վիեն հարաբերությունների հիման վրա ստեղծված եւ զարգացած այն հարաբերությունները, որը բերեց Տաթևում կնքված հուշագրի արդեն Սյունիք Օվեն-Ռոնալ, որից հետո արդեն Լիոնում մնացած բոլոր համայնքների քույրացման փաստաթղթերը եւ այդ ակտիվությունը, որը կա, դրա հաջորդ քայլը տրամաբանական պիտի լիներ սա եւ սա ուղղակի process-ի մի փուլում ենք, սա ունենալու է նաեւ շարունակություն։
Համաժողովը սկսվեց լիագումար նիստով, որի բացմանը ողջունի խոսքով հանդես եկավ նաև մարզի ղեկավարը։ Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց, Սյունիքի եւ Ֆրանսիայի Օվեն-Ռոնալբ ռեգիոնի քույր մարզերի գործընկերային հարաբերությունները այսուհետ ընդլայնվում են։ Առաջիկայում նորանոր ծրագրեր կյանքի կկոչվեն կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտներում։ Արդեն իսկ շոշափելի արդյունքներ կան կրթական բնագավառում։ Սյունիքից տասնյակ ուսանողներ բոլոր քաղաքներից, ովքեր սովորում են ֆրանսիական համալսարանում, իրենք հերթականությամբ գործողում են Ֆրանսիա, այնտեղի բուհեր եւ այդ համատեքստում իրենք ուսմանը զուգահեռ նաև պարտավորվածություն ունեն օգնելու կոնկրետ քույրացման գործընթացում երկու համայնքների միջև հարաբերություններին։ Հայաստան-Ֆրանսիա համաժողովը ընդլայնված կազմով է անցկացվում, որին ներկա են 50-ից ավելի համայնքների ներկայացուցիչներ, սա ողջունելի փաստ է։ Տարածքային մակարդակում կան բազմաթիվ խնդիրներ, իսկ Ֆրանսիան կառավարման հարցում շատ լավ փորձ ունի, ընդգծեց Դավիթ Խուդատյանը։ Մենք տնտեսական համագործակցությանն ենք զարկ տվել, ռազմավարական նշանակության տարբեր համագործակցության ենք զարկ տվել։ Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ Սյունիքի մարզում մեր ճանապարհաշինական կարևոր նախագծերից մեկում առաջիկայում կներգրավի ֆրանսիական հայտնի կազմակերպություններից մեկը, ով շատ մեծ հավանականությամբ կիրականացնի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Բարգուշատի թունելի կառուցումը։ Մենք այս պահին բանակցությունների գրեթե ավարտական փուլում ենք։ Ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին զուգահեռ տարբեր ոլորտներին առնչվող պանելային 4 քննարկումներ ընթանում, որոնք եւս ոչ պակաս հետաքրքիր էին։ Օրվա նշանակալի իրադարձությունը իհարկե Գորիսում պատվո հյուպատոսական գրասենյակի բացումն էր։ Ինչով է կարևոր ֆրանսիական ներկայացուցչությունը ռազմավարական Գորիսում եւ ինչ գործառույթ կիրականացնի ընդամենը մեկ աշխատակցով գրասենյակը։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հարցերին հակիրճ պատասխանեց։ Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասն է խոսքը, այստեղ առավելապես քաղաքական ներկայացության եւ սիմվոլիկ նշանակության մասն է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Իսկ թե ինչու գլխավոր հյուպատոսության փոխարեն Գորիսում բացվեց հյուպատոսական գրասենյակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բացմանն ընդգծեց. Գորիսում բավարար թվով ֆրանսիացիներ չեն ապրում, եւ սա ավելին է, քան հյուպատոսությունը։ Առանձնահատուկ հուզմունքով եմ կանգնել ձեր առջև, այսօրվանից կատարելու եմ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի պարտականությունները։ Գորիսը եւ Վիենը 1992 թվականից ունեն բավականին սերտ կապեր։ Համաձայնագրի ստորագրումից հետո երկու քաղաքների համագործակցությունը բավականին ծրագրեր է կյանքի կոչել։ Այս գործում կարևոր հենասյուներից էր ֆրանկոֆոն կենտրոնի ստեղծումը եւ տարբեր կրթական հաստատությունների ֆրանսերեն դասավանդողները։ Սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ։ Սա մի վայր է, որտեղ այցելելու են տարբեր նպատակներով Հայաստան եկած ֆրանսիացիները, ովքեր գալիս են օգնելու եւ գործելու այստեղ։ Ձեզ, Կարմեն, նշանակելով պատվո հյուպատոս Գորիսում, ուղակի օրինականացնում ենք ձեր դերը, որովհետեւ այն ֆրանսիացիները, ովքեր գտնվում են Գորիսում, վթարի են ենթարկվում կամ այլ խնդիրների բախվում, միշտ դիմում են ձեզ։ Սիրելի Կարմեն, մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել մեր թիմում։ Դուք Ֆրանսիայի առաջին պատվո հյուպատոսն եք Հայաստանում։ Սյունիքում սա արդեն երկրորդ աշխարհաքաղաքական ներկայացությունն է, առաջինը Իրանի գլխավոր հյուպատոսարանն է, որը բացվեց մի քանի տարի առաջ Կապանում։ Տևական ժամանակ է արդեն խոսվում են նաև երրորդ ռուսական կողմի հյուպատոսարան ունենալու մասին։ Լրագրողների հարցին, թե ինչն է խոչընդոտում գործընթացին, փոխնախարարը պատասխանեց. Խոչընդոտներ չունեն, գործընթացը բնական հունով շարունակվում է, երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան դրա մասին։ Իսկ թե ինչ են տալիս հայ-ֆրանսիական բարեկամական կապերը տեղացիներին, վարպետ Ալբերտ Պապը արդեն իսկ զգացել է սեփական գրպանի վրա։ Գոհ է, քաղաքաշխուժացել է, Գորիսը կրկին արթնացել ու դռները բացել է զբոսաշրջիկների առջև։ Իրանք տուրիստները, մանավանդ ֆրանսիացի, սիրում են մի բան վերցնեն, տունը իրանք օգտագործելու համար, կենցաղում, ոչ թե ասիկն այս բանը դրճում օգտագործեն։ Ու միշտ հիշել իրաքին ինձ ասել, ասում որ ամեն անգամ որ օգտագործում ենք, դեզի կհիշենք, իրաց լեզվով էլի, ինձ դա հաճելի է, որ մեկը ինչ որ հեռավորության վրա ինձ հիշում է։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճակարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննության պարզվում են։